Ողջույն սիրելի հայրենակիցներ, վերջին սենսացիոն նորությունները, հələ լսեք, ես մարդը ինչ ասում է փախան, կռվի ժամանակ ասում է ինչ կռվի, փախել են ասում է, հələ նայեք ես մարդուն կճանաչեք ով է եղել, կռվի ժամանակ ինչ պաշտոն է, կարող է բան պոստի աշխատող էր, ով էր, Կամ ինչ ա եղել, կարող շարքային զինվոր ա եղել, ով ա եղել, որ տեսել ա, որ փախել են։ Հələ լսեք ինչ ա ասում, էլի։ Իրոք լսեք, այս մարդը ասում է, սա փախել են, ասում է, ինչ կռվել, ինչ բան։ Իսկ այդ միֆերը կռվել են միջև վերջ եւ այլն եւ այլն։ Իմիջայլոց կարիքը լինի այդ տվյալները կգաղտնա։ Իմիջայլոց անհրաժեշտությունը լինի։ Ես համոզված եմ, այս խմորը ջուր կտանի, կթողենք, որ լավ տանի, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահի ես կորոշեմ, երբ որոշում կայացնեմ, այդ ամեն ինչը հրապարակեմ։ Սուտ է, չի եղել տենց բան։ Չի եղել տենց բան։ Փախել են, ճողոպրել են։ Ասում է, փախել են, ճողոպրել են ասում է, լսում եք ինչ ասում։ Բա դու ով ես եղել, ընկեր ջան, այդ ժամանակ 2020 թվականի պատերազմի ժամանակ ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանը ով ա եղել։ Ինչ պաշտոն ա զբաղեցրեք, արեք ինձ բացատրեք։ Հա՞։ Ինքը ասում է, փախել են, իրա գեներալներն ասում են, փախել են։ Արա բա դուք ինչի համար եք եղել, ես էդ եմ ուզում հասկանամ։ Դուք ինչ տանձի գլուխ եք եղել, որ սա փախել են, ես չեմ հասկանում, բայց ձեր գործը ո՞րն էր արա, որ կազմակերպեիք մարդիկ չփախնեին, ճիշտ է։ Որ գայր, որպես ախր որ չես ծառայ, արա ոնց հասկանաս, ես ինչ եմ խոսում, ես հիմա ինչ եմ խոսում, դու ինչ ես խոսում, այդ դասալիկ ես, ասես մտածելակերպերի տարբերությունը դից է սկսվում։ Ասենք գերագույն գլխավոր հրամանատարը կոնկրետ հենց հիմա իր դեմը ցուցմունք է տալիս ու կոնկրետ եթե մեր երկրում որևիցե իրավապահ մարմին օրենքով աշխատեր, իրան այս ցուցմունքի համար պետք է ձերբակալեին։ Փախել են, դու պետք է դատվես արա դրա համար։ Քեզ պետք է դատեն դրա համար, որ քո զորքը փախել է առաջնագծից, բայց դու ինչ տանձի գերագույն գլխավոր հրամանատար, որ քո զորքը փախնում արա։ Հա դու ինչ ես էլ այդտեղ եղել։ Անացել քծում է մեղքը ով պետք է, արա ով պետք է դրա համար պատասխան տա։ Ինձ կարաս բացատրես։ Երբ որ ռազմական դրություն է, դու գերագույն գլխավոր հրամանատարն ես, քո զորքը փախնում է, դրա համար ով պետք է պատասխան տա։ Քո գեներալը կայանում ասում է փախել են, դու ասում ես փախել են, բա ձեզ այդ օղակների վրա նշանակված եք, որ ինչ անեք, կայնեք նայեք, կամերայով նստե նայել եք, ոնց են փախնում, հա, այդ ա եղել ձեր գործը, նայեք, արձանագրեք, ոնց էին առաջնագծից փախնում, լավ էդ որ գոնե արձանագրել եք այդ տեսանյութերը գոնե ցույց տվեք մարդկանց, եթե ձեր գործը եղել այն, որ պատերազմ հրահրեք, քծեք, ու դուք խուճապ քծեք, մարդիկ փախնեն, ու դուք ասեք, գաք այսօր արտարանակ ասեք չկռվան փախան, բա դուք պետք է այնց անեք կռվեն չփախնեին, դու այդ չծառայած ոչնչություն, դու դրա համար ես, որ կազմակերպես, մարդկանց ոգևորես, գնաս, առաջնակից հասնես, կանգնես զինվորի կողքին, համոզես, տո չեմ ասում, դու պետք է արդեն քո մեթոդները ընտրես, բայց այդ զորքին կռվի, որ չփախնի, դու եկել ես ում ես մեղադրում, այդ փոշտի աշխատող, գերագույն հրամանատարը իրա բերանով կանգնի հայտարարի, որ իրա իսկ վերահսկողության տակ գտնվող պատերազմից փախել են, զինվորները փախել են, չգիտեմ արցախցիները փախել են, բա քո կազմակերպածի ժամանակ մարդիկ կփախնեն, որովհետև դու դա ես, ընկեր ջան, դու դասալիկ ես, դու բանակ չես ծառայել, դու զինվորական կյանքը չգիտես, պարզա որ փախել են, ընկեր, փախել են, քեզ կդատենք դրա համար 30-40 տարի, մենակ այդ փախնելու են, մնացածը չեմ ասում, մենակ նրա համար, որ քո գերագույն գլխավոր հրամանատար լինելու ժամանակ փախել են
զորքը փախելա չի կրվի։ Երբ որ մեր գնդի վրա հարցակում ա եղել առաջի օրը մի գումարտակի ուղությամբ ճեղքում ա եղել, այդ գումարտակի հրամանատարներից մեկը, երբ որ նահանջ ա արի, նահանջ է չի էլ փախե։ Մեր գնդի հարգարժան հրամանատարը մեր Շաքարյան Սերգեյը լիշկը պոկելա, քացով տվելա, ասելա դու ու ամենավերջի բառերն ասե, ասելա դու որպես հրամանատար էլ չկաս, եթե դու այդ դիրքից նահանջ ես արել։ Հիմա դու այ գերագույն գլխավոր ոչ մի բան, երբ որ քո կանգնել ես քո բերանով հայտարարում ես, որ քո վերահսկողության տակ գտնվող զորքը ու բանակը փախել ա, դու քո դեմ արդեն ցույցմունք ես տվել, որ դու չես կազմակերպել, որ դու տեղում չես եղել, որ դու որպես գերագույն գլխավոր հրամանատար չկաս, ոչ մի բան ես, եթե դու լինեիր տեղում, ոչ մեկ չէր համարձակվի փախներ, ոչ մեկ։ Այդ տեղից սկսվել է փախուստը, այո, որտեղ առաջինը դու ես փախել, քո գեներալներն են փախել, քո ղեկավար կազմն է փախել, քո դեպուտատներն են փախել, քո նախարարներն են փախել։ Այլ ինչ եք ուզում։ Եթե առաջնորդները փախնում են, բնականաբար այն զինվորը տենալու է, ինչ այդ խեղճ զինվորին էլ ինչ է, ելով կարա մեղադրի։ Դու ես փախել բունկեր ես մտել, Երևանում են։ Արցախ չես համարձակվել գաս անգամ։ Փախնելուց ա խոսում։ Մտեք հենց հիմա դե գնացեք ԱԾ, քնճական, գնացեք եթե օրենքով երկիր լիներ, Նիկոլը իր դեմ ցուցմունք տվեց։ Հենց այսօր ցուցմունք տվեց, որ իր վերահսկողության տակ գտնվող զորքը փախել է։ Ինքը դրա համար պետք է օրենքով պատժվի։ Որպես գերագույն գլխավոր հրամանատար պետք է պատժվի։ Իրանից բացի ներքևի օղակներից էլ որևիցե մեկը չի պատժվի։ Որևիցե մեկը։ Ու ելի եմ ասում, Իրանից ներքև, եթե որևիցե մեկը պետք է պատժվի, մեկը օրինակ պայմանական 5 տարով, 3 տարով պետք է նստի, ինքը որպես գլխավոր պատասխանատու պետք է կրկնակի ավել նստի, սա է արդարությունը։ Սա գնացեք եւ հարցերը լուծեք, եթե դուք օրենքի երկիր եք։ Մարդը ինքը իր դեմը ցուցմունք է տալիս։ Այդպես ուրախ զվարթ ասում է փախել են։ Սա է գերասրա հույսով եք ուրեմն դուք։ Չգիտեմ ինչ ասեմ, մտածեք։